Դպրոցական մարզական օլիմպիադայի հերթական խաղն իրականացավ Նինոց-Մինդայի մունիցիպալիտետի Հեշտյա գյուղի մարզասրահում։ Բասկետբոլի մրցախաղն էր, որին ցավոք մասնակցում էին շատ քիչ դպրոցներ։ Խաղերի ընթացքին հետևում էին Նինոց-Մինդայի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Գրիգոր Թոպուզյանը, սպորտի մասնագետ Վալերի Բրոյանը, մարզիչներ տարբեր դպրոցներից։ Ինչպես տեսնում եք, շարունակվում է մեր դպրոցական սպորտային օլիմպիական մարզաձևերը, արդեն թվով 4-րդ մարզաձևներ, այսօր անցկացրեցինք Հեշտյա մարզադահլիճում, բասկետբոլն էր սա։ Բավականին ակտիվ խաղ ցուցադրեցին բոլոր թիմերն էլ, ցավոք շատ քիչ էր քանակը աշակերտների, քանի որ ինչպես գիտեք, մեր շրջանում բասկետբոլը այդքան էլ մասսայական բնույթ չի կրում, ինչպես ասենք ֆուտբոլը, վոլեյբոլը։ Համենայն դեպս 4 թիմ էին ներկայացրել, 4 դպրոց էր ներկայացրել տղաների, իսկ 3 թիմ աղջիկների։ Բավականին ակտիվություն կար, աշխուժություն կար, կան շատ աշխատանք անելու, որպեսզի երեխաների մեջ հղկեն, բացատրեն վերջնական կանոնները խաղի, նկատվում էր դպրոցների մեջ, որ չգիտեին կանոնները լրիվությամբ, բայց եւ այնպես արդյունքում եզրափակիչում առաջի տեղը հաղթեց քաղաքի համար 2-րդ դպրոցը, ռուսական դպրոցը, իսկ աղջիկների թիմերի մեջ հաղթեց Օրոջալարի հանրային դպրոցը։ Դուք ամենում եմ հաջողություն մեր երեխաներին, արդեն հաջորդ տարի այս նույն թիմերը պետք է հանդես գան արդեն ռեգիոնալ առաջնությունում։ Հաղթանակ իրենց։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Սևագին, մեր գոլեգային Հեշտյայի ֆիզկուլտուրայուսուցչին, ցանկացած միջոցառման համար մարզադահլիճը տրամադրելու, մրցումները մեր անցկացնելու։ Աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Օրոջալարի հանրային դպրոցի աղջիկների թիմը։ Նշենք, որ նրանք 2 խաղերում գրանցեցին հաղթանակ եւ զբաղեցրին առաջին պատվավոր հորիզոնականը։ Բացի այդ, նշենք նաեւ այն, որ Օրոջալարի հանրային դպրոցը այս տարվա մարզական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել բոլոր մարզաձևերում, որոնցից են վազքը, մինիֆուտբոլը, սեղանի թենիսը եւ բասկետբոլը։ Ես Կարինե Սողոյանն եմ։ Մենք ներկայացնում էինք Օրոջալարի հանրային դպրոցը։ Մենք շատ քիչ ենք մարզվել եւ շատ լավ արդյունքների ենք հասել եւ այս մրցումում մենք հաղթեցինք, խաղում էինք բասկետբոլ եւ 10-0 հաղթեցինք աղջիկներին, մրցեցինք քաղաքի թիվ 2 դպրոցի հետ, մենք չէինք սպասում, որ կհաղթենք, բայց հաղթեցինք։ Շնորհակալություն եմ հայտնում այս մրցման կազմակերպիչին եւ մեր մարզիչին Աշոտ Սողոյանին։ Տղաների մրցապայքարում մասնակցում էր 4 դպրոց, որոնցից հաղթող ճանաչվեց քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցը։ Իդեպ նշենք, որ այս դպրոցը եւս աչքի է ընկնում մարզական միջոցառումների մասնակցության բարձր ցուցանիշով ու հաղթական հորիզոնականներ բազմիցս է գրավում։ Продолжаются спортивные мероприятия в рамках школьной спортивной олимпиады. Напоминаю, в этом году участвуют ученики 2010, 2011, 2012 годов рождения. Мы представляем школу города Ниноц-Минда, школу номер 2. Сегодня проходил турнир по баскетболу, разновидности баскетбола, стритболу. В упорной борьбе среди мальчиков победу одержали мальчики нашей школы. Среди девочек выиграла команда села Ороджалар. Поздравляю всех победителей с победой. Желаю им успехов во втором туре, который пройдет в городе Ахалцихе. Хочу поблагодарить организаторов турнира, Управление культуры и спорта Ниноц-Минского муниципалитета во главе с Леоном Вартаняном и ресурс-центр Ниноц-Минского муниципалитета. Желаю всем здоровья, дружите со спортом, всех успехов. Ваш Մամիկոն Պավլովիչ։ Դպրոցական մարզական օլիմպիադայի մարզաձևերից մնաց միայն ուրախ մեկնարկ մարզաձևը։ Ցանկանանք մեր պատանիներին հաջողություններ ու ամենակարևորը մարզական ոգի, իսկ մեր լրատվականը կլինի հետևողական։